Դատավորաց 21-25-ն ասում է այն ժամանակ Իսրայելում թագավոր չկար, որ թագավոր չկար, ինչ էին անում, ամեն մեկը իր սրտի ուզածն էր անում, իր աչքին հաճելի երևացածն էր անում, թագավոր չկար, ինչ ուզում անում էին, այսպիսին է առանց Հիսուս թագավորի մարդու կյանքը, իր սրտով, բայց մարդու սիրտը ինչ է, չար է և խաբեբա։ Երրորդ բանը, որ մենք տեսնում ենք, ինչ տեղի ունեցավ, անցյալի վերարժևորում, մինչև չի գնում առաջինը, չէ, ինչ են ասում դա, չի հիշվում հետինը, այդ դրանից, անցյալի վերարժևորում, մինչև չկորցրեցին իրանց իսկական թագավորին, չգնահատեցին նրան, ասում է նա մեզ փրկեց, մինչև չես կորցնում, չես գնահատում, նրանք հասկացան, որ Աբիսողոմը ինչ էր արել իրանց, խաբել էր, որ նա չէր կարող նրանց տալ այն, ինչ Դավիթն էր տալիս, և սկսեցին գնահատել Դավիթին, ինչպիսին է առաջին սերը կորցրած հավատացյալը, նա անցյալով է ապրում, չէ, ախ երանի են օրերին, ինչ լավ էր են ժամանակ, նա առանց թագավոր է ապրում, կորցրել է իր առաջի սերը, իսկ եթե անցյալ գնայինք այդ ժամանակները, ինքը այդ ժամանակներն է չէր գնահատում, դա համար իր ձեռքից առնվեց դա, և վերջում, ինչպես է վերադառնում թագավորը, ինչ պայմանով կարող է վերադառնալ թագավորը, առաջին բան հետևյալն է, նախ անբաժան պետք է լինի թագավորությունը կամ միաբանություն, Դավիթը միավորեց, նա ասում է դուք իմ եղբայրներն եք, իմ ոսկորն ու մարմինն եք դուք, Իսրայելը եկել է նրան թագավոր տանելու, բայց Հուդան դեռ չէր եկել, բաժանվել էր թագավորությունը, իր տունը Հուդայի տնից էր ինքը, չէ, Հուդայի ցեղից էր ինքը, իր ցեղը վերջում էր մնացել, Իսրայել թագավորություն, Իսրայելի մյուս ցեղերն էին եկել, բաժան էին եղել, բայց առաջի պայմանը դա է, երբ որ նա գալիս է, նա մեզ միաբանում է, նախանձը և մրցակցությունը հրեաների երկիրը բաժանել էին, ինչպես այսօր մեր երկիրն է բաժանված տարբեր շերտերի, տարբեր խմբավորումների, որտև առանց թագավոր ենք մնացել, Իսրայելն արդեն Դավիթին ետ էր պահանջում, բայց Հուդան վերջում մնաց, մեր ներսում քույրեր եղբայրներ չպետք է երկու թագավորություն լինի, մեկ թագավորություն, մենք չենք կարող երկուսը համատեղել իրար հետ, մի անգամ մի հատ Արմավիրից հոկտեմբերյանից մի հատ հավատացյալ էր, որ նոր էր ապաշխարել, պատմասմա, որ եկա մի օր Աստծու մոտ, ասի աղոթքով, ասի Տեր Աստված, ինչ կլինի, աղաչում եմ քեզ, այդ սատանայի հետ հաշտվեք, թողեք մենք հանգիստ ապրենք մեր համար, ինչ ենք ընկել ձեր արանքը, բայց հետո ասում է հասկացես ինչ հիմար աղոթք եմ անում, նրանք չեն կարող հաշտվել, բայց ես պիտի հաշտվեմ Աստծու հետ, և որոշեմ ում կողմից եմ ես լինելու, երկու թագավորություն չի կարող մի տարածքում գոյատևել, երկու հակադիր թագավորություն, և Դավիթը այդպես ասաց, չի կարող Իսրայելում երկու պետություն, երկու թագավորություն լինել, մեկ թագավորություն պետք է լինի, երկրորդ պայմանը թագավորի վերադարձի, անվերապահ խնդրանք, ասում է, ամբողջ Հուդայի մարդկանց սրտերը մեկ մարդու սրտի պես դեպի իրեն դարձրեց, և նրանք պատգամավորներ ուղարկեցին թագավորի մոտ, թե վերադարձիր, կարող ենք այսօր մենք էլ, որպես պատգամավոր գնանք թագավորի մոտ և ասենք վերադարձիր մեր ազգի մեջ, վերադարձիր իմ տան մեջ, վերադարձիր իմ ցեղ, իմ գերդաստան, վերադարձիր իմ ընտանիք, ով թագավոր, վերադարձիր և դու և քո բոլոր ծառաները, Հիսուս վերադարձիր, թագավորը վերադարձավ և մինչև Հորդանան և Հուդայի մարդիկ եկան մինչև Գաղգաղա թագավորին դիմավորելու և Հորդանանով թագավորին անցկացնելու, դու պիտի դիմավորես թագավորին, դու պիտի անցկացնես թագավորին, դու պիտի բացես դռները և դիմավորես նրան քո կյանքի մեջ, անվերապահ խնդրանք, գնացին և խնդրեցին, վերադարձիր, դու և ոչ միայն դու, այլև քո բոլոր ծառաները, Հիսուսն ասաց, ձեզ ընդունողը ինձ է ընդունում, և ինձ ընդունողը ինձ ուղարկողին է ընդունում, հորն է ընդունում, դրա համար Աստծո ծառաները,
Աստծո թագավորության տարածողներն են։ Եթե դու Աստծո ծառա ես ընդունում քո տան մեջ, Աստծո թագավորությունն է գալիս քո տան մեջ։ Աստծո կարգն է գալիս քո տան մեջ։ Եվ երրորդ, անմնացորդ հնազանդություն։ Շատերն են ըմբոստացել Դավիթի դեմ, աննազանդ եղել, պատերազմել, բայց ասում է Գերայի որդի Սեմեին երեսնիվա էր մինչև գետինը խոնարհվեց։ Սեմեին մեկն էր, որ ապստամբել էր Դավիթի դեմ, Աբիսողոմի կողմն էր անցել եւ ասաց թագավորին. թող իմ Տերը հանցանք չհամարի ինձ, չհիշի, որ ծառատ անօրինություն գործեց այն օրը, երբ իմ Տեր թագավորը դուրս էր եկել Երուսաղեմից, թագավորը թող այն չպահի իր սրտում, որովհետև ես քո ծառան գիտեմ, որ մեղք եմ գործել։ Եվ ահա Հովսեփի ամբողջ տանից առաջինը ես եմ եկել դիմավորելու իմ Տեր թագավորին։ Եթե ուզում ես, որ նա գա, Սեմեի պես ինչ պիտի անես, երեսնիվայր ընկիր նրա առաջ։ Այո, մենք մի ժամանակ ըմբոստ եւ ապստամբ էինք Քրիստոսին հակառակորդ, բայց այսօր կարող ենք հաշտվել նրա հետ եւ խոնարհվել եւ խոստովանել. Տեր, այո, մի ժամանակ հանցանք որ էի քո առաջ, բայց մի հիշիր։ Հիմա տես, որ փռվել եմ քո առաջ եւ քեզ Տեր ու թագավոր եմ ընդունում։